Հարց համար 37 Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին հարցը զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, համեցեք պարոն Թորոսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ուզում եմ տեղեկացնել միանգամից, որ մենք էլ ենք ունեցել որոշ չզեկուցվող հարցեր, որոնք փոխկապակցված են այս հարցեր եւ թե թույլ կտակ համախմբում ներկայացնեմ։ Ինչպես նշեցիք, այս նախագծով առաջարկում ենք մի նոր ծրագիր սկսել, որը վերաբերելու է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որ մենք տրամադրում ենք եւ առիթը օգտագործելով որոշ վիճակագրությունը կներկայացնեմ ընթացքում, բայց իրենց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով չեն կարողանալու, դրանք հիմնականում փոքրաթիվ այն ընտանիքներն են, 1-ից մինչև 3 անդամ ունեցող, ովքեր ունեն օրինակ խորը հաշմանդամության կարգ կամ ծանր հաշմանդամության կարգ կամ տարիքով պայմանավորված բարձր տարիքի են եւ մենք նրանց այլընտրանք ենք առաջարկում այս ծրագրով։ Այլընտրանքը կայանում է հետեւյալում, որ եթե նրանք բավարարում են այնուամենայնիվ այն բոլոր պայմաններին, որոնք որ թույլ էին տալիս նրանց օգտվել հավաստագրից, դա հիմնականում քաղաքացիության պահանջն է մեր, բայց չեն կարողանալու, որովհետև այդ գումարը քիչ է լինելու, ասենք մի հոգանոց ընտանիք է կամ 2 հոգանոց եւ նույնիսկ այն իրենց ամենաբարձր թվով գումարով հավաստագիրը չեն կարողանալու իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, որպես հերթացուցակում, որպես պոտենցիալ այդ բնակարանային ֆոնդի շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով 10 տարի ժամանակով։ 10 տարվա ընթացքում, եթե իրենց բնակության մոտ գտնվող եւ իրենց կենսական շահերին մոտ գտնվող վայրում մենք կունենանք սոցիալական բնակարան, մենք նրանց առաջարկելու ենք որևէ փուլում տեղափոխվել այդ բնակարան, որպես ավելի կայուն ապրելու վայր, եթե նրանք կհրաժարվեն այդ պահին, ապա կզրկվեն այդ միջոցառումից, եթե նրանք կհամաձայնվեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բնակարանային ֆոնդում։ Ես ուզում եմ նշել կոնկրետ պայմանները, որ տեսակի, այսինքն որ մեր քաղաքացիներ, որ այդ շահառուներին է վերաբերելու, ուրեմն խոսքը այնպիսի ընտանիքների մասն է, որոնք բաղկացած են միայն անժամկետ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով խորը եւ ծանր աստիճան ունեցող կամ 60 եւ ավելի տարեկան անդամներից, այսինքն օրինակ մի հոգի կարող է լինել 40 տարեկան եւ ունենա առաջի խմբի հաշմանդամություն եւ մյուս ընտանիքի անդամը լինի 60 տարեկան եւ սրա այս նախագծի տրամաբանությունն այն է, որ այդ քաղաքացիները հավանաբար չեն կարողանալու աշխատել եւ օրինակ հավելյալ միջոցներ գեներացնել, որը պետք կլինի նաեւ օրինակ այդ ավել գումարը վճարել հիպոթեկի, որը որ մի մասը մենք ենք տալիս, մի մասն է սովորաբար քաղաքացիներն են վերցնում, այս մի տեսակ կարգավորումն է, մյուսը Եթե 2 հոգանոց ընտանիք է, նրանց գումարային տարիքը չի գերազանցում 115 տարին եւ եթե ամեն յուրաքանչյուր անձի հաշվով հաշվենք, օրինակ մի քաղաքացին 57 տարեկան է եւ մյուսը 59 է, եւ եթե 3 հոգանոց ընտանիք է, ապա չի գերազանցում 175 տարին։ Եվ սրանով մենք փաստորեն նաև լուծում ենք այդ փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման հարցը, բայց միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, մի քանի այլ որոշումներ ենք կայացրել, որոնք կարևոր են ըստ համատեքստում արձանագրել։ Դուք գիտեք, որ մենք հիմա շարունակում ենք հազարավոր, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների դեռևս աջակցել կեցության եւ այլ ծախսերը իրենց փոխհատուցելով 30,000 դրամների չափով եւ այս պայդրությամբ դրանք 44,000-ից ավել քաղաքացիներ են եւ նաեւ հավելյալ 40,000 եւ 10,000 դրամ ավել աջակցելով են քաղաքացիներին, որոնց մեկ շնչի հաշվով եկամուտը ցածր է 55,000 դրամից, դրանք էլ մոտ 6,000 քաղաքացիներ են։ Այդ ծրագիրը ավարտվում է դեկտեմբերի 31-ին եւ մենք մեկ այլ որոշումով երկարացնում ենք այդ ծրագիրը մինչև 2026 թվականի
թվականի վերջ, սա նաև փոխկապակցված է այս նախորդ ծրագրի հետ, որովհետև երբ որ քաղաքացիները արդեն կդառնան կամ բնակ ապահովման ծրագրի կամ այս երկարատև վարձակալության ծրագրի շահառու, ապա այս աջակցությունը կարծես թե պետք է դադարի։ Եվ մեկ ուրիշ որոշում էլ կա, պարոն վարչապետ, մի քիչ շատ է ստացվում, բայց քանի որ այլ տարբերակ չունենք զեկուցվող ասելու, դա էլ ասեմ, մի նոր ծրագիր էլ ենք ներդնում Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածությունը խթանելու, այսինքն ամբողջությամբ նոր ծրագիր ենք կրկին ներդնում այն քաղաքացիների համար, ովքեր որ օգտվել են մեր բնակ ապահովման ծրագրից, հետևել տրամաբանությամբ, փոքր բիզնես հիմնելու տրամաբանությամբ, որպեսզի կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ եւ նաեւ եթե անհրաժեշտություն կա հավելյալ էլի վարկային միջոցներ օրինակ վերցնել ավելի շատ ավելի բարձր արժեքով տուն ձեռք բերելու, քան մեր հավաստագրերն են։ Այս ծրագրի իմաստը կարճատև հետեւյալն է, մի քանի 3 կոմպոնենտ ունի՝ բիզնես ուսուցման դասընթացներ, մինչև 300,000 դրամի չափով աջակցությունով, շահառուի 12 ամիս բիզնես ուղեկցում, ամսական 60,000 դրամի չափով եւ նաեւ կապիտալ ներդրման փոխհատուցում ծախսի 70%-ի չափով, բայց ոչ ավել քան 2 միլիոն դրամը, եւ այս ծրագիրը նպատակ ունի իրականացվել պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջոցով, այսինքն մենք մարդուն գումարը չենք տալիս, բիզնես անգլերեն ասած բիզնես քոչինգ, որ ասում են, այդ կազմակերպությունները պետքա այս ծրագիրը անեն, ու սրա նաեւ մոտիվը մեր այսպիսի ծրագիր անելու եւ նաեւ մյուս զբաղվածության ծրագրերը անելու այն է, որ մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում հավաստագիրը ստանում եւ իրացնում են այն քաղաքացիները, որոնք ունեն զբաղվածություն եւ նաեւ կենտրոնացած են հիմնականում այն մարզերում, որտեղ որ զբաղվածությունը հնարավոր է ավելի հեշտ ստանալ, այսինքն դրանք հիմնականում Երևան, Երևանամերձ մարզերն են եւ այդ նաեւ մեզ թույլ է տալիս խթանել բնակ ապահովման ծրագրի իրացվելությունը, թույլ տալով ավելի շատ զբաղվածության գործիքներ ունենալ։ Եթե շատ կարճ, որտեղ շատ լայն թեմա է, բայց եթե հարցեր կլինեն, պատասխանեմ, պարոն վարչապետ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, հետեւյալի մասին է, ես կառաջարկեմ կոնկրետանալ 3 կոմպոնենտի վրա, որպեսզի ավելի հասկանալի լինի նաև հանրության։ Առաջինը, դուք գիտեք, որ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար մենք բնակապահովման ծրագիր ենք անում եւ ծրագիրը աշխատում է հետեւյալ կերպ։ Մենք մեկ անձի հաշվարկով են գումար հատկացնում բնակարան ձեռք բերելու համար կախված գոտիականությունից, որտեղ, այսինքն տարբեր վայրերում տարբեր չափի գումար ենք հատկացնում, բայց բոլոր դեպքերում այս համակարգը աշխատում է անձի հաշվով, այսինքն ընտանիքի անդամների թվի հաշվով։ Հիմա մենք վերլուծել ենք, ինչ ենք տեսել, կա ընտանիք, որ մի հոգուց է բաղկացած։ Այսինքն ինչքան էլ բարձր լինի այդ ցուցանիշը, մեկ անձի բանաձևը, ինքը չի կարողանալու կամ կա հավանականություն, որ չի կարողանալու կամ չի ուզենալու էլ բնակարան գնել։ Բայց մյուս կողմից մենք մարդուն պետք է առաջարկ ունենանք։ Մենք ինչ ենք ասում։ Ասում ենք, եթե իրադրությունը այդպեսին է, որտեղ կարող է լինի մարդ, որ մի հոգի է, ինքը որոշի այդ կամ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այլ ճանապարհով գնա։ Բայց եթե այսպեսին է իրավիճակը, մենք ասում ենք, մենք ուրեմն հետեւյալը կառաջարկենք, որ մարդը որոշակի համակարգում հաշվառվելով, մենք իրան վարձավճարի բնակ վարձի հարցում կաջակցենք ոչ թե մի տարով, 2 տարով, այլ 10 տարով մենք կաջակցենք, առաջիկա 10 տարում, որպեսզի մարդու տանիք ունենալու խնդիրը ապահովի։ Սա առաջի կոմպոնենտն է եւ սա ընտրության հարց է։ Այո, մի կարճ նկատառում անեմ, պարզապես զեկուցման ժամանակ բաց թողեցի, մենք այս համակարգը սկսում ենք հուլիսի 1-ից 2026 թվականի, որտեղ այդ սոցիալական բնակարանային ֆոնդում հաշվառվելու այդ կառուցակարգերը պետքա կառուցենք նորմալ։ Դե մինչև հուլիսի 1-ն է, սա այդտեղ գալիս է երկրորդ կոմպոնենտը։ Մենք սոցիալական որոշակի խմբերի այսօր էլ շարունակում ենք աջակցել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների մասին է խոսքը բնակվարձի հարցում։ Բնակվարձի հարցում պետք է ավարտվեր դեկտեմբերի 31-ի։ Մեր կանխավարկածներն էր,
որ մենք բնակապահովման ծրագիր անում ենք, բնակապահովման ծրագրով մարդիկ բնակարան ձեռք կբերեն եւ բնակվարձի այս անհրաժեշտությունը չի առաջանա։ Հիմա նրանք, ովքեր այս ծրագրի շահառուներից ձեռք են բերել, այսինքն իրանց հարցը լուծված է։ Նրանք, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառով դեռ չեն հասցրել ձեռք բերել կամ քաղաքացիության ստանալու process-ն ինքը որոշակի ընթացակարգ է այնուամենայնիվ, մենք իրանց ասում ենք շատ լավ, մենք եւս մի որոշակի ժամանակով կերկարացնենք այս ծրագիրը առնվազն մինչև 1 տարով կերկարացնենք ծրագիրը այն պայմանով, որ բայց այնուամենայնիվ բնականի ձեռքբերումը տեղի ունենա։ Երրորդ կոմպոնենտը, որը իմ կարծիքով հիմնականում կիրառելի կլինի այն դեպքերում, երբ որ արդեն մարդը որոշել է, որ տուն է ձեռք բերել բնակարան եւ ինքը արդեն որոշել է, որ ինքը այդ տարածքում պետք է ապրի։ Մենք մարդկանց ասում ենք շատ լավ, մենք ուզում ենք ձեզ աջակցենք, որպեսզի դուք ինքներդ որոշակի տնտեսական գործունեություն ծավալեք եւ այդ հարցում մենք աջակցում ենք հետեւյալ գործիքներով, որոշակի արտոնյալ նախ որոշակի բովանդակային աշխատանքել ենք, չէ՞ անում դասընթացներ եւ այլն։ Դասընթաց, ուղեկցում եւ կապիտալ ներդրում։ Դասընթաց, այսինքն մենք մարդուն օգնում ենք, որ աշխատում ենք ինքը ինչ նախասիրություններ ունի, այդ ուղղությամբ իր կարողությունները զարգացնելու ուղղություն ենք տալիս։ Հաջորդ փուլում մենք իրեն պրոֆեսիոնալ մենթոր ենք կցում իրեն, որը իրեն շարունակի ուղեկցել այդ բիզնես ստեղծելու եւ նրա հաջողությունը ապահովելու գործում եւ ներդրումը ոնց արտահայտվելու։ Եթե օրինակ այդ փոքր բիզնեսը ստեղծելու համար ինչ որ սարքեր է պետք օրինակ ձեռք բերել, այդ դրա 70%-ի չափով, բայց ոչ ավել քան 2 միլիոն, բայց այնտեղ մի ուրիշ կոմպոնենտ էլ կա, եթե հաջող է տեղի ունենում եւս 12 ամիս, վերջում էլ տենց բոնուսային բոնուսի պես էլի վճարում այդ կազմակերպությանը որ կազմակերպությանը վճարում, որը պետք է շահագրգռված լինի, որ այդ բիզնեսը երկարատև տեղի ունենա։ Ես կարծում եմ լավ է հերթական փուլի համար շատ կարևոր եւ շատ էական ծրագիր է եւ պետքա այսինքն շարունակում ենք մեր ընթացքը համեցիկ։ Պարոն Թորոսյան, երևի սխալմունք եղավ, դուք ասացիք տարիքը չի գերազանցում։ Ես ինչ հակառակ դրամ պետքա գերազանցի, չէ՞ տարիքը։ Առնվազն 115 եւ 175։ Եվ պարոն վարչապետ, այս բիզնես գործիքն է բավական նորարարական մոտեցում է դեպ ասեմ, ինքը կոչվում է արդյունքների վրա հիմնված աջակցություն, որտեղ դու արդյունքը տեսնում ես, որ աջակցությունը տալիս ես, մեր գործընկերներն փորձարկել են տարբեր միջազգային կազմակերպություններ, մենք հետագայում նաև հնարավոր է այլ խմբերի համար էլ նման առաջարկներով հանդես գանք։ Այո, հենց այդ էի ուզում ասեի, որ մենք սա դիտարկենք որպես պիլոտ, եթե տեսնենք աշխատողա եւ հարցա լուծում այս ծրագիրը մեզ համար կարող է շատ հարցեր լուծել։ Հույս ունենք հաջողություն կլինի, համեցիկ։ Պարոն Թորոսյան, այս թեմայի հետ կապված եւս մի դիտարկում փոխվարչապետի գրասենյակի հետ մենք հանդիպումներ ենք իրականացնում մարզերում Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված։ Եվ մի օրինակ ձեզ կարող եմ բերել, որից պետք է երևի հետեւություններ անենք, օրինակ Աբովյանում մոտ 10 հոգի խնդիրներ բարձրացրեց եւ ես հետո ձեր տեղակալից իմացա, որ 2-3 օրում լուծվել են այդ խնդիրները։ Հետևաբար հարցը առաջանում, որ մենք կարող է լավ չենք իրազեկում կամ համապատասխան կառույցները ճիշտ խորհրդատվություն չեն տալիս կամ իրենց պետք է կոչ անեն Ղարաբաղից տեղահանվածների, որ պատշաճ կերպով դիմումներ ներկայացնեն եւ արագ լուծումներ ստանան, որովհետեւ այդ փորձը ցույց է տալիս, որ հարցերը լուծվող են։ Պարզապես այդ մեխանիզմները ստեղծված չեն, որ այդ հարցերը լուծվեն եւ կառաջարկեի, որ օրինակ ՄՍՑ կենտրոններում մարդ առանձնացվի, որ ամեն ինչից տեղյակ կլինի բոլոր ծրագրերից եւ պրոֆեսիոնալ խորհրդատվություն կտա։ Շնորհակալություն պարոն Հարությունյան, ամբողջությամբ ընդունելի է ձեր առաջարկը։ Տեսեք, այդ աշխատանքը, որ ամենօրյա է եւ մշտապես պետք է լավարկել, ես ինքս էլ բազմաթիվ դեպքերում ինքս էլ եմ միջամտում եւ դիմումներ ենք ստանում, ես վարչապետը, մեր մյուս գործընկերներ, մենք ունենք մի նման նախագիծ, տենց առանձնացված ունենալու, հիմա շրջանառվում է, եթե չեմ սխալվում, հենց վարչապետի աշխատակազմում է, քննարկումների փուլում ենք պարոն Խաչատրյանի հանձնարարությամբ, որ մեկ
հոգի լինի առանձնացված այդ հարցերով զբաղվող, բայց մենք իհարկե ավելի կլավարկենք եւ մենք հիմա նույնիսկ մեր թեժ գծի աշխատանքն ենք փորձում լավացնել, այնտեղ էլ ունենք հատուկ քաղաքացիներ, հենց Ղարաբաղից տեղանված իրենք են աշխատում, այդ աշխատանքը հենց իրենք են պատասխանում իրենց վերաբերող հարցերին, բայց այո, ավելի պետք է աշխատանք այդ ուղղությամբ շնորհակալ։ Գիտեք ինչ, ես այդ հարցը մեր փորձը ինչա ցույց տալիս հարգելի գործընկերներ, դա ավելի շատ քաղաքական հարց է այն առումով, որ այդ ուղղություններով պետք է քաղաքական ակտիվ մարդիկ զբաղվենք, որովհետև համ մի հոգի պետական հիմնարկներում մի հատ էլ կաբինետ ավելացրեցինք, մի հատ էլ դուռ ավելացրեցինք եւ մարդ կա, որ այդ դռան հետևում նստած է։ Մեր խնդիրն այն է, որ այդ մարդը չի գնում հասնում այդ դռանը։ Եվ հիմա դուք ինչ որ նկարագրեցիք, դա գործուն ճանապարհը։ Մենք պետք է կոչ անենք մեր ավագանու անդամները, մեր падգամավորները ակտիվ հաղորդակցության մեջ լինեն, որը ըստ էության քաղաքական տրամաբանությունը հենց դրա մեջ է։ Ակտիվ հաղորդակցության մեջ լինեն, որտեղ այդ մարդը նույնիսկ այդ նախարարության կամ այդ գերատեսչության տեղը չգիտի, որ այդ գերատեսչություն 6 կաբինետ ավելացնենք, ինչա դրանից փոխել։ Ճիշտ տարբերակ այն է, որ ավագանու անդամները ազգային ժողովի падգամավորները, որոնք իրանց հենց բնակարանորեն ակտիվ հաղորդակցության մեջ են, այդ տվյալները եւ խնդիրները հավաքեն եւ հաղորդակցեն գործադիր իշխանության հետ եւ մեր գործադիրի գործընկերներն էլ ասենք, որ այդ ուղերձների նկատմամբ ուշադիր լինեն, որովհետեւ էլի քանի տարի է մենք իրազեկման մասին խոսում ենք, չի ստացվում։ Բյուջեից փող ենք տալիս, կառույց ենք ավելացնում եւ այլն, ու այլ տեղից պետքա մարդու մոտ գնացող լինի։ Մարդու մոտ գնացող եղավ կլինի։ Հիմա այդ հարցը, որ ասում եք 3 օրում լուծվեց, ո՞նց լուծվեց։ Գնացիք մարդու մոտ։ Մարդը ինքը գնում է ինչ որտեղ, բայց ինքը չգիտի ուր է գնում ու չգիտի ուր գնա։ Եվ հետեւաբար պետքա մենք գնանք հասնենք մարդուն եւ չնայած այդ մեկը մյուսին չի բացառում, այսինքն մեր պետական համակարգերն էլ ավելի արձագանքող լինեն, կամ մենք չգիտեմ թեժ գծերի հետ կապված մեր հարցը լուծեցինք, թե չլուծեցինք, որ մենք թեժ գծեր ունենք, որտեղ մարդիկ բողոքում են, զանգում չեն ընկնում են իրանց զանգը հազարավոր զանգերի մեջ կորում գնում է։ Դրա լուծման ձևը անընդհատ աշխատանքն է, ես դրանում համոզվել եմ։